Մենք չենք խոսում նրա մասին, որ Սամվել Կարապետյանը կհաղթի Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ ձայն կհավաքի քան Սամվել Կարապետյանը, կամ չգիտեմ, ընդդիմությունը կմիավորվի, ՔՊ-ն կպարտվի։ Մենք սրա մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության դեմ են դուրս եկել այս մարդիկ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեմ են դուրս եկել այս մարդիկ եւ ուզում են ստեղծել մի իրավիճակ, երբ որ քաղաքացին նորից չի կարողանալու ինքը տեր լինի իր պետությանը եւ ինքը տեր լինի իր ընտրությանը եւ չկարողանա իր երկրում ընտրել, որովհետեւ նրանք հասկացել են, որ քաղաքացու ընտրության ժամանակ իրենք Հայաստանում քաղաքական դաշտում կլինի, տնտեսական դաշտում կլինի, հանրային հրապարակախոսական դաշտում կլինի, որ դաշտում ուզում է լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրենց չի տալիս այդ հնարավորությունը, նրանց ասում է հեռացեք, շատ հեռու է ուղարկում եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մենք հունիսի 7-ին էլ ենք նույն պատկերն ունենալու, որովհետեւ այս մարդիկ այո, մի կողմից կուտակում են իրենց ողջ ռեսուրսները, բայց մյուս կողմից էլ ամեն օր իրենց խոսույթով ու պահվածքով բացահայտում են այն դավադիր պլանը, որն ուզում են իրականացնել, առ այն, որ ուզում են խլել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։